Շիրակավան գյուղում մոծվեց նորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Երկար տարիներ շիրակավանցիները սպասել են այս նվիրական օրվան, երբ իրենց գյուղում դարձյալ կղողանջեն եկեղեցու զանգերը։ Տարիներ շարունակ համայնքի բնակիչները որևէ խնդիր կունենալիս մոմեր են վառել եւ աղոթել գյուղի մատուռներում։ Շիրակավանցիները պատմում են, որ երբ կառուցել են Ախուրյանի ջրամբարը եւ գյուղը տեղափոխել են, 17-րդ դարի եկեղեցին մնացել է տարածքում առանց աղոթքի ջրամբարի տակ ծածկված։ Ականատեսները պատմել են, որ երկար տարիներ ջրամբարի տակից եկեղեցու քարերը լույս են արձակել։ Այս կադրերն արվել են անցյալ տարի այս օրերին։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն օծում է Շիրակավանի նոր եկեղեցու հիմքը։ Նորակառույց եկեղեցու 16 հիմնաքարերը հին եկեղեցու քարերն են, ջրամբարից դուրս բերված մասունքները։ Գյուղում եկեղեցի կառուցելու նպատակով համայնքապետարանը Շիրակի թեմին հատկացրել էր մոտ 1200 քառակուսի մետր հողատարածք, իսկ եկեղեցու կառուցումը ստանձնել էին շիրակավանցի Մոսկվաբնակ Թավրիզյան եղբայրները։ Փառք Աստծո, այդ եկեղեցու քարերը, մեր ժամի քարերը բերել են եկեղեցու հիմքում են դրել, որի համար շատ շնորհակալ ենք ես եկեղեցի կառուցողներից էլ, սփոսերներից էլ։ Նույնիսկ ամբերը հեռացան այսօրվա օրը։ Նույն օրը, նույն ժամին 2015 թվականին մենք օրենությունը կատարեցինք հիմքի, նույն օրը այսօր կատարում ենք եկեղեցու օծումը։ Մեր եկեղեցին մեր ժողովրդի հավատն է, մեր ժողովրդի հոգին է։ Բոլորը հույսերը կապում են եկեղեցու հետ։ Մոսկվաբնակ Թավրիզյան եղբայրները մշտապես մտքում փայփայել են ի հիշատակ իրենց ծնողների աղոթատուն կառուցել ծննդավայր Շիրակավանում։ Նրանց մայրը Մարիամը բարեպաշտ հավատացյալ է եղել, երազել է, որ գյուղում եկեղեցի լինի։ Նորակառույց Սուրբ Մարիամ Աստվածածինը շատ կարիքավորների եւ հիվանդների հույսի տունը կդառնա, վստահ են բարերարների մեծ ընտանիքի անդամները։ Ծնողներս վերևից կնայեն ու երևի երջանիկ են, որ մեծացրել են համագյուղացիների համար այսպիսի որդիներ, որոնք 30 տարի անց որոշեցին այսպիսի մեծ գործ անել։ Լիաննա Չիչակյան, Լիլիթ Յոլչյան, եկեղեցական կյանք։